Պայքար օդի աղտոտվածության դեմ ընդլայնելով կանաչ տարածքները։ Այս տեսլականից ելնելով մայրաքաղաքում այսօր կազմակերպվել էր հերթական ծառատունկը։ Երևանի նոր-նորք վարչական շրջանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասել է, որ մշտադալար ծառերի տունկը ինքնանպատակ չէ։ Մեր այգիներում շատ քիչ են մշտադալարները եւ մշտադալարների տունկը ինքնանպատակ չէ, գիտենք, որ ձմռանը օդի վիճակը Երևան քաղաքում վատանում է, կանաչ ֆոնդը քնած է եւ հետեւաբար կանաչ ֆոնդից, այսպես պատկերավոր ասեմ, չքնածները դրանք մշտադալարներն են եւ որպիսի ձմռան օդի աղտոտվածության դեմ պայքարի լավագույն գործիք նաեւ կանաչապատումն է, այդ պատճառով հատկապես մշտադալարները ավելացվել են եւ շարունակաբար ավելացվելու են ամբողջ Երևան քաղաքում։ Մենք ուզում ենք, նպատակ ենք դրել, որ Երևան քաղաքի կանաչ ֆոնդի 25%-ը պատենք, այսինքն այնտեղ 25%-ը լինի մշտադալարներ։ Բեգոյանը ընդգծել է, որ ծառատունկ կազմակերպված է բոլոր վարչական համայնքներում, տնկվել է 600 մշտադալար ծառ, որոնցից 200-ը նվիրաբերել են գործընկեր կազմակերպությունները, իսկ 400-ը Երևանի քաղաքապետարանը։ Դրանք եղևնիներ ու սոճիներ են եւ հիմնականում աճեցվել են տեղական տնկարանում։ Կպչողականությունը, տեսեք, պետք է բաժանենք երկու խմբի, այլ բան է այսպիսի մեծ անտառ տեղադրելը, այլ բան է այն գնված, այսպես ասած, թանկարժեք ծառերը։ Այդ գնված թանկարժեք ծառերի մոտ կպչողականությունը 98%-ից բարձր է։ Այս ծառերի մոտ, որոնք բաց արմատային համակարգով են հիմնականում քաղաքային անտառ հավաքելուց, նրանց մոտ կպչողականությունը շուրջ 92-93% է։ Եվ եթե այսպես գումարային ասում ենք, մեր մոտ գումարել ենք, բազմապատկել ենք եւ ստացել ենք, որ կպչողականությունը 94.5% է։ Հետևաբար նշանակում է մեր յուրաքանչյուր տնկած 100 ծառից 94-ը գոյություն ունի, իրականություն է դա եւ պետք է նշեմ, որ առաջվա նման չի, որ մենք 100-ավոր այսպիսի փոքր տնկիներ էինք ինչ որտեղ տնկում, ծափահարում մեկս մյուսին նախկինում, առանց ջրի, առանց ոռոգման համակարգի, դուք պետք է պատկերացնեք եւ մեր երևանցիները, որ մինչեւ այս այգին օրինակ տունկ իրականացնելը, այստեղ անցկացվել է շուրջ 6 կիլոմետր ոռոգման համակարգ եւ այստեղ շատ ավելի կարեւոր է այդ նախապատրաստական աշխատանքները, հա, ջուր հասցնել տվյալ տարածքը եւ պետք է նշեմ, որ չկա տենց դեպք, գեթ մեկ դեպք չկա, մենք որևիցե ծառ, թուփ, շիվ, չնայած շիվ չենք տնկում Երևան քաղաքում, քանի դեռ այդ վայրը ապահովված չէ ոռոգման ջրով եւ դրա արդյունքն է նաեւ այն, որ ունենք 95% կպչողականություն։ 2025 թվականին Երևանում տնկվել է 4000-ից 5000 ծառ, բացի այդ տնկվել է նաև 30,000 մշտադալար թուփ։ Ոլորտի պատասխանատուն վստահեցրել է, որ կանաչապատման աշխատանքները մեծ տեմպով շարունակվում են։ Վերջին 3 տարում Երևանում կանաչ տարածքներն ավելացել են 60 հեկտարով։ Հասմիկ Մարտիրոսյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։